Նիկոլ Փաշինյանն այսօր անուղղակիորեն հաստատել է այն, որ իսկապես առաջարկել է Ռուսաստանին հրաժարվել Հայաստանի երկաթգծերի կառավարումից կոնցեսիան փոխանցելով Ղազախստանին։ Վարչապետը քննարկել է այդ գաղափարը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչու է այդ խնդիրը ակտուալ դարձել։ Դե պարզ է, որ թրիփը իրականություն կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանով անցնող երկաթգիծը դառնա տարանցիկ, իսկ այն պատկանում է Ռուսաստանին, եւ ահա մի շարք պետություններ արդեն ակնարկել են, որ չեն օգտվի այդ խողովակից, քանի որ այն պատկանում է Ռուսաստանին։ Նաև դա հաշվի առնելով փետրվարին վարչապետ Փաշինյանը Ռուսաստանին առաջարկ արեց, քանի որ Ռուսաստանը ինչ-ինչ պատճառներով դժվարանում է կատարել իր ներդրումային պարտավորությունները, որպեսզի Ռուսաստանը կարողանա հրաժարվի այդ պարտավորությունից եւ վաճառի կոնցեսիա իրավունքը մեկ այլ երկրի։ Մի երկրի, որը կլինի բարեկամ եւ Ռուսաստանին եւ Հայաստանին։ Եվ կոնկրետ անգամ հիշատակվում էին, թե օրինակ որոնք կարող են այդ երկրները լինել։ Խոսքը գնում էր Ղազախստանի, Արաբական Միավորված Էմիրությունների, Քաթարի մասին։ Փաստորեն այսօր վարչապետը անուղղակիորեն հաստատեց այն, որ Ղազախստանի մասին իսկապես խոսք է գնում եւ որ հենց Ռուսաստանի հետ Աստանայի տարբերակն է քննարկում, թեև որքան հասկանում եմ, այդ բանակցությունները դեռ շատ հեռու դեռ չեն անցել։ Իսկ ինչու հենց Ղազախստանը։ Կարծում եմ իսկապես Ղազախստանի տարբերակը կարող էր օպտիմալ լինել, հաշվի առնելով այն, որ Ղազախստանը եւ ԱՊՀ անդամ է, եւ ԵԱՏՄ անդամ է, եւ ՀԱՊԿ-ի անդամ է, եւ ընդունելի գործընկեր է Հայաստանի եւ Ռուսաստանի համար։ Բացի այդ, Ղազախստանը այսպես հարուստ, ամբիցիոզ պետություն է, որի հավակնությունները դուրս են գալիս տարածաշրջանից եւ այն տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու այսպես ամբիցիաներ ունի։ Մասնավորապես միջին միջանցքում Ղազախստանը մտադիր է ուժեղացնել իր դերն ու նշանակությունը։ Այդ իմաստով սա լավ հնարավորություն կարող է լինել նաև Աստանայի համար։ Բայց կան նաև խնդիրներ, մասնավորապես այս տարվա հունվարին հայտարարվեց, որ Ղազախստանի երկաթգծի ցանցի մաշվածությունը եւս արդեն մտահոգում է Աստանայի իշխանություններին։ Այսինքն Ղազախստանը ինքը ներդրումների կարիք ունի սեփական երկաթգծի ցանցը թարմացնելու համար։ Ստեղծված պայմաններում դժվար է պատկերացնել, որ այլ երկրների տարածքում ներդրումներ անելը Աստանայի համար այսպես առաջնությունների հարց կլինի մոտակա տարիների ընթացքում։ Արտյոմ, իսկ ինչպես են Մոսկվայում մեկնաբանում այս առաջարկը ու որքանով է հավանական, որ հաջողվի։ Դե նախնական գնահատականները ամենևին էլ դրական չէին։ Ռուսաստանի արտգործնախարարության գնահատականի մեջ ասվում էր, որ զարմանալի է Երևանի առաջարկը, ԱԳՆ-ում պնդում են, որ Ռուսաստանը շարունակում է կատարել իր ստանձնած բոլոր պարտավորությունները։ Իսկ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ այդ առաջարկը չմշակված է։ Նա պնդում է, հիշեցնեմ, պայմանագիրը կնքվել է 2008 թվականին եւ մինչեւ 38-ն է ակտուալ գործելու։ Եվ այդ ընթացքում ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել կատարել 2 միլիարդ 150 միլիոն դոլարի ներդրում։ Սերգեյ Շոյգուն խոստովանել է, որ այդ տարիների ընթացքում Ռուսաստանը 30 միլիարդ ռուբլու ներդրում է կատարել։ Եթե հաշվարկենք, դա ավելի քիչ է, քան 350 միլիոն դոլարը։ Այսինքն ստացվում է, որ ժամկետի 60%-ը արդեն անցել է, սակայն Ռուսաստանը խոստացված ներդրումների ընդամենը 16%-ն է իրականացրել։ Այսինքն տրամաբանական է, չէ՞, որ ակնհայտ է, որ արդեն խախտված են պարտավորությունները։ Թեև տեսականորեն կարող են ասել, որ այդ մնացած 12 տարվա ընթացքում մնացած այդ 80 քանի տոկոսը կկատարեն, բայց պարզ է, որ դա անտրամաբանական է։ Ստեղծված պայմանները թույլ չեն տալիս խախտել եւ միակողմանի խզել պայմանագիրը, քանի որ պայմանագրում դրա հնարավորություններ չի ենթադրվում, հա։ Այսինքն միայն այն դեպքում հնարավոր կլինի վերանայել պայմանագիրը, եթե ռուսական կողմը ինքը բանակցությունների ընթացքում խոստովանի, որ իսկապես չի կարողանում կատարել պայմանագրի պարտավորությունները եւ համաձայնվի այդ պարտավորությունը երրորդ կողմին ինքնակամ հանձնել։ Դա իհարկե երկարատև
բանակցությունների արդյունք միայն կարող է լինել, սա պես ավելի գլոբալ քաղաքական գործարքի մասը պետք է լինի, կարծում եմ, եւ հավանաբար այդ գործարքի կողմ պետք է հանդիսանան ոչ միայն Հայաստանն ու Ռուսաստանը, այլ ամենայն հավանականությամբ նաեւ Միացյալ Նահանգները որպես թրիփի օպերատոր եւ նաեւ այն 4-րդ կողմը, որը կստանձնի այդ կոնցեսիոների պարտականությունները։ Եթե Ղազախստանի մասին է խոսքը, ապա Աստանան։ Շնորհակալություն, Արտем։